Լավ է եկար, Ալիկ։ Անգիրնից հոգնած եմ, ու վաղր ընտրություններ են, խնդրում եմ, ոչինչ լսել չեմ ուզում, ինձ հանգիստ թողեք։ Վայ, մի րոպե։ Բայց դու պետք է իմանաս ինչ ա եղել։ Այն ինչ ես լսում, ասում եմ ոչ մի բան լսել չեմ ուզում։ Չես ուզում լսել, որ այդ ծնված երեխեն Արամիկի երեխե չի, որ այդ այլանդակը մեզ ուզում է խայտարականի։ Գիտեմ տեղյակ եմ, Արամիկը զանգեց ինձ։ Իսկ դու տեղյակ ես, որ այդ Լևիտանն է ապրում։ Անդրանից եմ տեղյակ, գիտեմ։ Փաստորեն սա գիտես, հա։ Որտեղից Արամիկն է ասել։ Չէ, ես չեմ ասել։ Ապրես Արամիկ։ Ապրես որ լսել ես Ժանոն հետ լարփին ձեռ չես տվել։ Պապա Ժանոն քեզ զանգել էր։ Չէ։ Լևի հետ գնացինք տուն, այդ լիրպան դեղ էր։ Չհասկացա։ Հոպարը ազատության մեջ է։ Հա։ Ես գնացի։ Էդ ուր գնացիր։ Մամա, պապա, հոպարը ինձ խոսք էր տվել։ Երբ որ երեխեն կծնվի, ինքը այդ լրփին ինձ կհանձնի։ Ու հիմա երեխեն ծնվեց, ամեն ինչ պարզ դարավ, ու ես իրավունք ունեմ դրան վեկալեմ ու կախեմ։ Դու ոչ մի տեղ չես գնա, ու ոչ մեկի չես կախի։ Պապա, դու ինձ չես կարող կանգնացնես։ Արամիկ էլի գժվեցիր։ Ալիկ մի թող որ գնա։ Լսի, այդ աղջիկը այդքան չկա, որ դրա պատճառով բանտ ընկնես։ Մամա, ես իմ պատվի համար պատրաստ եմ բերդել ընկնեմ։ Լսի, ուշադիր ինձ լսի։ Վաղը ընտրություններ են։ Քո դեմ հիմա նստած է Ալիկ Սետրագիչը, ով 99.9%-ով արդեն ընտրված է։ Չհամարձակվես, փչացնես, այն այ։ Զգուշացնում եմ Արամիկ։ Փաստորեն դուրս է գալիս, որ իմ անունն ու պատիվը քո համար մեկ է, հա, պապա։ Քո անունն ու պատիվը մենք ընտրություններից հետո կբարձրացնենք։ Դուք երկուսդ ու Մոնիկան վաղը պատշաճ տեսքով ինձ հետ ներկայանալու եք ընտրություններին։ Եղավ։ Սա մերը գոչվում, ոնց կարամ մերը իր երեխուն հանի վաճառքի։ Թող են սաղոր մայրերին փառաբանեն, էս չի։ Լավ, սա առանձին դեպք է, այդպես չի։ Պարզապես չեմ մանում, ես այդ խաղբի հետ ոնց վարվեմ հիմա, չգցեմ Արամիկի բերանը ինչ ուզում անի։ Կարելի է, բայց այտենց աղբուրը տողում ես վատության անելու։ Ես հիմա մենակ իմ թորան մասին եմ մտածում։ Լնի չշտապ ես այդ հարցում։ Չէ։ Որովհետև չենք կարող վստահ լինենք, որ դա մեզ երեխու հարցում ճիշտն է ասում, կարող է երեխու հարցում էլ է խաբում։ Չհասկացա, այդ աստիճան։ Հա, եթե Արամիկի երեխեն չի, կարող նաև ատոմինը չլինի։ Մի րոպե։ Հա, լավ, մենակ ինքը կարող է իման այդ երեխեն ունենա։ Ես պիտի տեսնեմ այդ երեխուն։ Տես, բայց արի մի մոռացի, որ անալիզա պետք է երեխուց վերցնել, նորից։ Ինչի համար է։ Լավ, նոր ասեցի, որ համազվենք քո թորնա, թե չէ։ Ես գնում եմ հիվանդանոց, վերջ։ Ես էլ եմ գալի հետդ։ Ու խնդրում եմ, արի չշտապենք, արի անալիզ վերցնենք։ Եթե հիմա ինչ ասում եմ ինձ սխալ ես անում, ինչ ես ինձ զանգել, կարես բացատրես։ Ու եթե ինձ զանգելուց առաջ արդեն հորս հետ զանգել ես, ամեն ինչ պայմանավորվել ես, էլ իմաստը ո՞րն է, որ ինձ ես զանգում։ Այդ մի բանը կյանքում չեմ կարող հասկանամ, գիտես։ Սենց է կարել էլի, որ այսօրին ենք հասել։ Չէ։ Հա, ուրեմն տենց պետք է անենք նենց ոնց որ ես եմ ասում, վերջ։ Ինչ ես տենց վախեցած ինձ նայում։ Խանգարում եմ։ Չէ, չես խանգարում։ Լավ, ինչ են մարդիկ այսքան անհասկացող։ Ինչ ա եղել, որ։ Ուզում եմ իմ արևին պապային օգնեմ։ Այսինքն ինչի մենակ պապային, մեզ, մեր ընդհանուր բիզնեսին։ Ու ինչ։ Չի ստացվում դուրս գալ ճգնաժամից։ Չէ, ոչ մի ձև չի ստացվում։ Ոնց պիտի ստացվի, եթե ամեն մեկը մի բան է ասում։ Ոնց որ
Բոլորս տարբեր բաների մասին մտածենք։ Դե հա լավ կլինի, մի մտածի։ Ոնց պիտի կարգավորվի։ Եթե papan մենակ մտածում է մեր ունեցածը ծախելու մասին։ Ի՞նչն է ուզում ծախի։ Տներից է սկսել։ Հիվանդանոցը բանկի տակ է, ու էլ ինչ որ լիքը բիզնեսներ չեմ մոնում։ Դե լավ, հիմա որ բարկանաս ինչ որ բանա փոխվելու։ Ժամանակ անցնի, papan էլ կհասկանա, թե որն է ճիշտ, հիմա ուղղակի շատ լարված է։ Հենց որ լավ կլինի հաստատ։ Մի այդքան մտածի։ Դե հա, ամեն ինչ լավ կլինի իսկապես։ Papan աղքատ բարերարի անուն կհանի, ու մենք կհայտնվենք փողոցում, ոչ հիվանդանոց կունենանք, ոչ էլ այլ բիզնեսներ։ Տենց բան չի լինի հաստատ։ Բայց ինչի է ուզում վաճառի, չեմ հասկանում։ Խորենի ցանկությունները կատարելու համար։ Ուզում է բարեգործությամբ զբաղվի մարդը։ Բայց լավ բան է մտածել, գիտես։ Հա դուք բոլորդ այնց բարերարներ եք։ Ես էլ չեմ հասկանում բարեգործությունն ինչ է, հա, ես մազոխիստն եմ մեջներիդ։ Չգիտեմ երեխեն ինչ բան է։ Դե լավ էլ խնդրում եմ, առանց բարկանալու։ Ես էլ եմ ուզում այդ երեխեքին լավություն անեմ, բայց ուղեղս սթափ է եւ գիտակցում եմ, որ մենք բանկրոտ ենք։ Չենք կարող ոչ մի բան անենք, որովհետեւ ոչ մի բան չունենք։ Մենք անդունդում ենք։ Հասկացա։ Դու հասկանում ես, բայց հայրս չի հասկանում։ Իրան թվում է ինադու եմ անում ես ամեն ինչը։ Ուզում եմ իրան կանգնացնեմ։ Papan կհասկանա, որ դու բոլորիս շահերից ելնելով ես դա ասում։ Մինչև հասկանա արդեն ուշ կլինի։ Հանգստացի էլի։ Ինչ ես զգում։ Չգիտեմ։ Քեզ չի լինում, որ ինչ-որ բան զգում ես, բայց չես կարողանում արտահայտել։ Լինում է։ Ինձ մոտ հիմա ճիշտ այդ վիճակն է, ինչ-որ բան զգում եմ, բայց չգիտեմ ինչ է։ Իսկ նմանություն տենում ես։ Ում հետ։ Ատոմի։ Այդ ցավը տանեմ, ես սկի ատոմին մարդավարիչ տեսա, ինչ նմանության մասին է խոսքը։ Իսկ աղմիտ քաշում է։ Ես միշտ իմ սրտի ձայնով եմ առաջնորդվում։ Ու ինչ է ասում սիրտդ։ Սիրտս ասում է, որ ես այս երեխան պիտի տուն տանեմ ու պիտի իմ թևի տակ մեծանա այս երեխան։ Դու ինձ կօգնես, չէ՞։ Հոպար։ Ալիք լույսը կարող ես անջատել։ Ես որ քնած չեմ, ոնց անջատեմ։ Բայց ես լույսի տակ չեմ կարող քնել։ Ես որ չեմ քնում, դու չի ես քնում։ Մոռացել էի, որ Չինգիզ խանն ես կամ էլ են բանը Սուլթան Սուլեյմանը։ Ես անգինս։ Ալեքս Էտրակիչն եմ անգինս։ Ալիք ինչի չես քնում։ Չեմ կարում քնեմ։ Ուղեղս պատրաստ չի քնելու։ Ուղեղը չի անջատվում։ Անընդհատ մտածում եմ վաղը ինչ ալնելու։ Ինչ պիտի լինի։ Պիտի անցնես։ Ալիք ջան, փող շատ ունես, ոչ մաքուր անցյալ ունես։ Քաղաքականություն մտնելու քո հավանականությունը մեծ է։ Այ մնում է մի հատ պրովոկացիոն ելույթ էլ վաղը ունենաս։ Կարող է ես գիժեմ այդքան։ Էդ ինչ ես խոսում։ Կամ կարող է քո թշնամին եմ։ Իհարկե ոչ։ Ուղղակի նեղվում եմ, որ վաղը հանրության առաջ պիտի խաղամ։ Բայց դու սիրում ես խաղալ։ Առաջ էի սիրում։ Առաջ Կարմենս կար։ Տրամադրությունս տեղներ։ Կարմենիս մահից հետո ամեն ինչ կոտրվեց Ալիք։ Չկարծես թե ես մեր երեխան չեմ հիշում կամ չեմ մտածում իր մասին։ Կամ էլ ցավ չեմ ապրում, որ ինքը մեզ հետ չի։
Սիրտս էլ է խառնում։ Կարող է գնամ լողանամ, ավելի լավ զգամ։ Մի քիչ է կտականում։ Չավեր, որ լավ չես։ Մրսում եմ ու սիրտս է խառնում։ Թե էլի ձևերի մեջ ես մտել։ Ես չեմ խաղում։ Ես ինքս կանեմ, հապա Թող։ թող ես կարիքը չունեմ հող։ Լսի, բայց տաք ես շատ։ Ես քեզ ասում եմ, ես ձևեր չեմ թափում, ես ինձ լավ չեմ զգում։ Արի քեզ բարձրացնեմ վերև պարկի, ես էլ զանգեմ լվեցել։ Ոչ մեկին էլ պետք չի զանգես, ես բոլորի համար մեկ եմ։ Իրանք ավելի գոհ կլինեն, որ ես մեռնեմ։ Դուրս արի այդ ձևերիդ միջից ու վերկաց քեզ օգնեմ բարձրանանք վերև։ Թող մեռնեմ, ես բոլորի համար մեկ եմ։ Մեղադրելու չի, հասցրել ես։ Ճիշտ է, հասցրել եմ։ Բոլորը լավն են, ես վատն եմ։ Հոպարը իր խոստմանը պիտի տեր լինի, ուրիշ ձև չկա, այդ լրպին պիտի ինձ հանձնի։ Երևի շտապօգնություն կանչես։ Բայց դրա վիճակը լուրջ է, կարող եմ անգամից հիվանդանոց ստանալ։ Չեմ մանում արդեն ես։ Ինձ որ մնար վաբշե քանի ռատ կանեի տնիցս, հիմա էլ մնում է դրա կյանքը բրկեմ։ Ժողովուրդ, բայց իսկականից վատա ջերմում է։ Են ինչ ավտո կանգնեցի ոտես։ Արամիկին ա։ Ես կխոսեմ հետ։ Չէ, դու բանարա, Ինչ։ դու մանա ես կենեմ կճամփեմ դրան։ Չէ, մի հակաճառ, ես եմ խոսելու հետը։ Էլ դրանով չմեռնի այդ մանավերներս։ Բարի օր Հոպար ջան։ Բարև։ Շատ ջիգարով տղա ես էլի, չես դիմացել, եկել ես Հոպարին տեսնելու։ Հա Հոպար ջան։ Ջիգարով տղա, մի հատ Հոպարին չես ուզում գրկել։ Ես ինչ ես ասում, ոնց չեմ ուզում գրկեմ Հոպար ջան։ Իսկ Հոպարն ինձ տեղա ընդունելու։ Հա, Վիրավորական է։ կարող եմ ներս հրավիրել իհարկե, բայց չեմ ուզում, գիտեմ ինչի համար ես եկել, իհարկե ոչ ինձ տեսնելու։ Նաև քեզ տեսնելու Հոպար ջան։ Բայց դու պիտի դրան ինձ տաս։ Չեմ կարող։ Հոպար, ինչ պայման էիր դրել։ Երեխեն ծնվում է, պարզվում է ինչը ինչոց է ու դրան ինձ ես հանձնում։ Հա, Ուրեմն հասկացանք, չէ՞ իրար Հոպար։ կտամ, բայց հիմա չէ, մի քիչ պետք է սպասես։ Ինչի համար Հոպար։ Ատենց է պետք, ես այդպես եմ ուզում։ Հոպար, բայց դու խոստացել էիր, ասել էիր, պայմանավորվել էինք։ Հիշում եմ, բայց ասում եմ, որ պիտի էլի սպասես, հիմա ժամանակը չի։ Իսկ երբ է ժամանակը գալու։ Չլինի դա քեզ համոզել է իրան պաշտպանես ու ինձ չհանձնես։ Դու ինձ քո հետ մի խառնի, Արամիկ։
ինձ համոզելն ու հավատացնելը այդքան հեշտ գործ չի։ Հոպար երբ կամ դրա հետևից։ Երբ կտաս դրան ինձ։ Ես քեզ տեղյակ կպահեմ։ Հա, հոպարիդ խոսքին չես հավատում։ Չէ, հոպար, ոնց չեմ հավատում։ Հավատում եմ։ Դե վсё։ Նայտես։ Տեսնում ես արդեն առանց փայտերի։ Այս սենց։ Ուժեղ ես, շատ ուժեղ։ Դե ինչ։ Չգնաս ոստնելու։ Պահո, կենասները քաղցնում են, հա, ոնց որ գնալով։ Լավա չես ասում մեքենա էլ կվարեմ։ Հա։ Ինչ ա եղել որ կվարեմ։ Մեկը ծախ ոտքնա։ Իսկ ես աչով կվարեմ։ Նստի, հա, արդեն ոնց որ առաջադիմեցիր։ Ընդամենը 3 էր, որ ընկճվում էի։ Իսկ այսօր նայտես, արդեն առանց փայտի կարողանում եմ քայլել։ Այդ գիտես ինչի՞ց է, Վլադ, որ ես հավատում եմ։ Հավատքը մեծ բան է։ Ու մենք պիտի հավատանք, որ մեր կյանքում յուրաքանչյուր վայրկյան կարա լինի փոփոխություն։ Այդ փոփոխությունը կարա լինի հոգուտ մեզ։ Ասում ես մասնագիտությամբ ով էիր։ Ինչ ես հարցնում։ Որովհետև դու ծնված հոգեբան ես։ Ինչի՞։ Տրամադրություն չունեի ու մի պահ ոնց որ լրիվ հանգստացրիր։ Այսինքն գոհ ես։ Ոնց կարամ գոհ չլինեմ։ Արի գիտես ինչ անենք։ Ասա խորհուրդ տուր հոգեբան ջան։ Պապային անverջ հակառակվելու փոխարեն արի իր մտածած իրականություն դարձնենք։ Եթե ես իմանամ մենք հնարավորություն ունենք։ Վլադ, այդ երեխեքին միլիոններ պետք չեն։ Այդ երեխեքին ուշադրություն է պետք։ Սեր է պետք տալ այդ երեխեքին։ Բայց անձնական հոգեբան ունենալը շատ լավ է, գիտես։ Սիրում եմ, երբ ծիծաղում ես։ Ես էլ սիրում եմ, երբ դու ես ծիծաղում։ Մի բան մտածենք այդ ուղղությամբ։ Ոնց ասես։ Մամ, օգնելու բան կա։ Ես արդեն եկա։ Շատ սպասեցիք։ Չէ, ոչինչ։ Կարելի էր առանց նվերների։ Հա դե, շնորհքի հարց է։ Դուք մամայի ասածներին ուշադրություն մի դարձեք։ Իրականում ինքը նվերներ շատ է սիրում։ Հա, ճիշտ է։ Ով առանց նվերա գալիս տուն չի թողում, չէ՞։ Անտաղանդ ես հումորի հարցում, Արամ ջան։ Իմ երկրորդ մաման այնքան խստաբարո է երևում, բայց իրականում այնքան սրտաբաց կին է։ Լավ Արամ, կարևորը ես չեմ, ընկերուհուդ ավելի լավ է ներկայացրում։ Գիտես, դու առաջին աղջիկն ես, ում Արամը մեր տուն է բերել։ Որովհետև ինքը առաջի աղջիկն է, ում ես շատ սիրում եմ։ Իսկապես։ Իսկ հայրդ ասում էր, որ դու ուրիշին ես սիրել, բայց մայրը չթողեց, որ հետ ամուսնանաս։ Պապան Մարթայի մասին էր ասում։ Անհավատալի է։ Այդ ինչի մի անգամից ժպիտը տեկավ տեղը։ Պատճառն ինչ էր, որ մաման չի ընդունել Մարթային։ Իսկ ես կընդունեմ։ Տիկին, լավ կլիներ, որ ինձ իմ արժանիքների համար ընդունեիք ու գնահատեիք։ Դե, եթե արժանիքներ ունես, կտեսնենք, կընդունենք, կգնահատենք։ Բայց պապան ուրա, ինչի դուրս չի գալիս։ Պապան ընդհանրապես տնից է դուրս եկել։ Արամ, դու չգիտեիր, որ հայրդ զբաղված է վաղվա ընտրություններով։ Հա, ես քեզ ասել էի, չէ՞ կարծեմ, որ պապան վաղվա ընտրություններում թեկնածություն է դրել։ Հա, ինչ որ ասել էիր, բայց չեմ հիշում։
Ինչի սեղան չենք նստում։ Դու էլ զանգի թող պապան գա։ Թե ես ինչ եմ անում այստեղ։ Ինչ գործ ունեմ ես այս տանը։ Ով եմ ես այստեղ։ Դե, մոտեցեք սեղանին։ Անգին։ Անգին։ Եկա։ Ալիկ, ես պատրաստ եմ։ Երեխեքը դուր են։ Արամիկը պատրաստվում է, իսկ Մոնիկան սենյակում չի։ Ուր է։ Չգիտեմ, ես տեղյակ չեմ։ Ո՞ս տեղյակ չեմ, որն է։ Իրա, չգիտի որ այսօր ընտրություններ են, թե թքած ունի, կարա եւ չկա։ Բայց ինչի ես ինձ վրա գոռում։ Որովհետև քեզ էի հանձնարարել քո երեխեքի ներկայությունը ապահովելու գործը։ Վայ Արամիկ ջան, ինչ սիրուն ես։ Ես միշտ էլ սիրում եմ, մամ։ Հա, ճիշտ է։ Պրոստը այն չանչուր կաներ ստվեր գցում քեզ վրա։ Դժվար է միշտ այս մարդավարի հագնվելը։ Հա։ Լավ էլի պապ ջան, տրամադրություն չունեմ։ Դե գնանք։ Դուք եկել կայիդ գտի։ Եթե մենք հիմա Մոնիկային գտնելով զբաղվենք, Ալիկ, հաստատ կուշանանք։ Գնացինք։ Գնա։ Իջի հաց ուտելու։ Քո հետ չեմ։ Չեղել քեզ լենի։ Հերիքա, էլի չտեսի պես տեղ նայես։ Աղջի, որպեսի չտես չլնեմ, ինձ մի քիչ շուտ բերել ես այս տեղեր։ Ձեռդ քարի տակ, Ենքան նավսեցիր, արդեն շուտով ձեռքս քարի տակ կլինի։ Որովհետև Ադամը երկար չի թողնի, որ ես սենց շռայլորեն իրա փողերը ծախսեմ ու քեզ էլ ստեղ տանեմ։ Ոյ աղջի, Ադամը չլինի, թող արամ է լինի։ Մեզ ինչ կա որ։ Երանի քեզ։ Ոնց ես կորում, ինչեր ես խոսում։ Աղջի, բայց գիտես, ես բախտավոր կնիկ եմ։ Ավելի շուտ բախտավոր զոքանջ եմ։ Մի պես ես մյուսից լավը, ազդեցիկ ու թափով։ Մի հատ վերջ տուր, հա։ Էլով դիմանամ, Կլարա, չունենամ քեզ։ Իսկականից որ բախտավոր եմ, գիտես։ Խնամիս պատկամավոր է։ Տիկին Կլարա, ես դեռ չեմ ամուսնացել Արամի հետ, որ մի հատ էլ խնամիական կապերով վեր ես թռնում։ Կարող ես նրա համար գործ դասավորես վաղը մյուս օր։ Աղջի, դες քեզ ինչ եմ ասում, դու Արամի պոչը բաց չթողնես։ Հələ մի հատ նայի, համ հարուստ, համ գեղեցիկ, համ ջահել, վզից երեխա չունի գախտված, հոգս չունի, աղջի քեզ ապարել խելքը գնում է, կժի պես սիրում է, էլ ինչ ես ուզում։ Լավ, հա հերիքա խոսես, ավալավա ծամես։ Հա, եղա, բայց ով ինձ բան տվեց ուտերը, որ չկերա, սովից զկրտում եմ։ Ար, տես ինչ ես ուզում։ Ես գիրքն ինչ անեմ։ Գիրք չի, մենյու է, բաց տես ինչ ես ուզում։ Մենյուն ինչ աղջի։ Էդ ինչ ես դիրխոր, ոյ աղջի, ես ինչ գներ ամ, մամա ջան։ Ինչ ես դիրխոր որ։ Բա ինչ լինեմ, արդեն գիտակցում եմ կորուստս։ Ինչ կորուստ, աղջի, հələ մի րոպե։ Ես ինչ գներ ա։ Ես ինչա չեմ հասկանում։ Լսի, ես ասում եմ Ադամին ու երեխուս կորցնում եմ, դու տերիկներից ես խոսում։ Հələ մի րոպե։ Ինչա։ Աղջի, մի հատ կարաս ասես, ես ինչա։ Ինչ էլ ցույց տամ քեզ համար անծանոթ է։ Ավելավա նկարներով նայես ինչ դուրդ կա ընտրի։ Ուրեմն սրանից հետո քեզ օրինակ, որ ինձ սենց տեղեր շատ բերես, որ չտես չմնամ, որ վաղը միսոր խնամուս առաջ խայտարակ չլինեմ, այ օրինակ դա իտես ինչ եմ ուզում, չգիտեմ որը ինչա, որ չոգ եմ էլի որն է, ինչ է իրանից ներկայացնում, որ այդ կնիկը չասկեմ, պատկամա որ այլի։
Իհարկե, նստեք բարձր։ Դե իհարկե սկզբում չեմ խոստանում, որ Սարը շուր կտան, բայց մենք հնարավորինս ամեն ինչ կանենք, որ այս երեխեքը իրանց մենակ չզգան։ Այնինչ անում եք, գուցե ձեզ համար չնչին բան է, բայց մեզ համար մեծ բան է։ Ձեր ուշադրությունն արդեն իսկ բավարար է։ Հա, իմ ու պապայի նպատակն էլ է հենց այդ, որ այս երեխեքը իրանց լքված չզգան։ Հետո ես իմ կապերը կօգտագործեմ այս երեխեքին ուղարկենք արտասահման բուժվելու։ Եթե նույնիսկ նրանք ամեն ինչ ունենան, միևնույն է, մի շատ կարևոր բան նրանք չեն ունենալու, ու դա ոչ ոք չի կարող նրանց տալ։ Խոսքը ծնողական սիրո մասին է։ Լավ, իսկ կարող ենք մենք երեխաներին տեսնել։ Անշուշտ, հետևեք ինձ։ Պապային թվում է, թե բարեգործությամբ կարող այդ երեխեքին ծնողական սեր տա։ Ոնց որ տնօրենի խոսքը շատ ծանր տարար, հա։ Ուղղակի ինքս ինձ խոստովանեցի, որ ոչ մի բարեգործություն երբեմն թույլ տված սխալները չի ջնջի։ Կարևորը, որ այս երեխեքը անտարբերության չմատնվեն։ Մնացած ամեն ինչ կլինի, լավ։ Ինչի չես պատասխանում։ Կարող է ես մեռնեմ։ Ինձ ճիշտ է, ասեք, ինձ մի խաբեք։ Կմեռնեմ, չէ։ That's it. Դու խորենը չես։ Չէ, խորենի աղբերն է։ Մենք շատ ենք սիրում խորենին։ Իսկ դու գիտես, որ խորենն է այս ամենը ձեզ ուղարկել։ Իսկ ինչ ինքը չի բերել։ Ինքը Խորեն ինչ-որ մի բան է պատահել։ Իրանց հավացրել են, ինքը էլ չի գալու։ Չէ, ինքը լավ է, ուղղակի քաղաքում չի, հենց վերադառնա կգա ձեզ մոտ, բայց ինքը մեզ ասեց, որ մենք այս ամենը բերենք ձեզ։ Հա։ Հարկեցիր։ Ասում են չէ, որ երեխեք ամեն մեկին չեն սիրում, բայց տեսնես խորենի ոնց են սիրում, անընդհատ նրանից են հարցնում։ Դե երևի որովհետև սիրում են ալի։ Դե այդ էլ քեզ ապացույց, որ խորենը այս երեխեքի հետ լրիվ ուրիշ է։ Ինքը երեխեքի հետ կարողանում էր մանկանալ։
Երեխեք հետ բոլորս ենք մանկանում։ Լսի, բայց դա ինչ-որ ֆենոմենալ բան էր, դու պետք է տեսնեիր ոնց էր շփվում երեխեքի հետ։ Ապշած նայում էինք, մի հատ ուրիշ երևույթ էր։ Ինչ ես տենց երկար խորհրդավոր նայում են երեխուն։ Լսի, չգիտեմ ինչ եմ զգում, բայց ինչ-որ մի տարօրինակ բան զգում եմ։ Չեմ հասկանում։ Կարող է պատճառն նա, որ խորեն է ինչ-որ իր հետ ավելի ուրիշ կերպ էր շփվում, չեմ հասկանում։ Դե, ուրեմն պատճառն է դա։ Քանի որ խորենն էլ ուշադիր եղել, դու էլ ես փորձում ուշադիր լինել։ Ինչ։ Իսկ դու պարտադիր պետք է քո ես ոտքով գայիր, չէ՞։ Չեմ դժգոհում, ոտքից ցավել մոռացել եմ, չտեսա առանց փայտեկա։ Էլ մի չի կարելի ծանրաբեռնել։ Լսի Վլադ, ասում եմ, կարող եմ մենք էլ փորձենք այս երեխեքից մեկին կյանք տանք։ Դե ծնողական սեր նկատի ունեմ։ Ինչպես է։ Լավ եք։ Բարև ձեզ։ Բարև։ Պարոն Բուրնազյան, ինչպեսի տրամադրությամբ եք եկել ընտրության։ Բարձր եւ հպարտությամբ եւ ես դա ասում եմ իմ ընտանիքի բոլոր անդամների անունից։ Հավատում եք, որ արդար ընտրություններ տեղի կունենան այսօր։ Անպայման։ Ես համոզված եմ, որ այսօր կերտվում է մեր վաղվա օրը, մեր գեղեցիկ ապագան։ Շնորհակալություն։ Արամ։ Հաջան։ Իսկ ես չեմ եկել, որ չեմ կարողանալու ընտրել։ Չգիտեմ, պապան է տենց ուզել։ Ուզում է, որ ընտանեկան փայլուն պատկեր լինի։ Այդ դեպքում պետք է անկերը ուտել բերեիր։ Ճիշտ է։
Ներողություն մեկ հարց կարելի է։ Ինչու մեկ։ Մի քանի խնդրեմ։ Միթե ձեր ընտանիքի մյուս անդամները չեն մասնակցելու ընտրություններին։ Աղջիկը սիրուն մի փոքր վատ էր զգում։ Նա կգա մի քիչ ավելի ուշ, կատարելու իր քաղաքացիական պարտքը։ Իմ խոսքը այժմ ուղղված է ձեր եղբորը, քրեական հեղինակություն համարվող Լև Սեթրակիչին։ Մեր տեղեկություններով նա երեկվանից ազատության մեջ է։ Նա չի գալու իր քաղաքացիական պարտքը կատարելու եւ սատարելու իր եղբորը։